Ողջունում ենք բոլորիդ։ Աստծո օրհնությունը ամենքիս հետ լինի։ Ցավոք սրտի, որոշ մարդիկ լցված լինելով հակառակության եւ տգիտության ոգով, նորից հայհոյում են սրբությունները։ Հաճախ ենք լսում, որ աղանդավորները ասում են, թե խաչն ու սրբապատկերները կուրքեր են ու մեզ էլ, այսինքն հայարակելական, ուղղափառ Սուրբ եկեղեցու զավակներին մեղադրում են կռապաշտության մեջ։ Սակայն եկեք բացենք Աստվածաշունչը եւ կարդանք, թե Աստված ինչ է ասում այս ամենի մասին հենց Սուրբ գրքում։ Երբ Աստված Մովսեսին մի տեղում պատվիրում է, որ որևէ բանի նմանությամբ կուրքեր չպիտի կերտի, մյուս տեղում ասում է հետևյալը։ Ելից գրքում հստակ կարդում ենք. Քանդակված ոսկյա երկու քերովբեներ կպատրաստես եւ կդնես քավության երկու ծայրերի վրա։ Քերովբեներից մեկը թող լինի քավության մի ծայրին, իսկ մյուսը մյուս ծայրին։ Երկու քերովբեներ կանես դրա երկու ծայրերին։ Ինչ է ստացվում։ Փաստորեն, ըստ այս մարդկանց, Աստված ինքն իրեն հակասում է։ Մեկ այլ փաստարկ։ Սուրբ Գիրքը ասում է, որ սրբության տաճարը, որը Աստծո տունն էր, պատված էր պատկերներով։ Թագավորությունների գրքում կարդում ենք. Տան բոլոր պատերի վրա շուրջանակի ներսից ու դրսից քերովբեներ, արմավենիներ ու զարդեր քանդակեց եւ փորագրեց։ Իսկ անապատում, երբ մեղքերի պատճառով Աստված թունավոր օձերով պատժեց հրեաներին, հետո այդ մասին գրված է հետևյալը. Տերն ասաց Մովսեսին. Դու մի օձ պատրաստիր եւ այն դիր ձողի վրա, երբ օձը մարդ խայթի եւ օձից խայթվողը նայի դրան, կփրկվի։ Մովսեսը պղնձե օձ պատրաստեց եւ այն դրեց ձողի վրա։ Եվ երբ օձը խայթում էր մեկին, նա նայելով պղնձե օձին, կենդանի էր մնում։ Եվ Տերն էլ ավետարանում ասում է, որ դա իր խաչը բարձրանալու խորհրդով է եղել։ Հովանու ավետարանում կարդում ենք. Ինչպես որ Մովսեսը անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանքն ընդունի։ Հենց այս Աստվածաշնչի խոսքերով ենք պատվում սրբապատկերները երկրպագում Քրիստոսի խաչի առջև եւ ասում, որ դրանք պատկերում են աստվածային խորհուրդները։ Ոչինչ չի փոխվել եւ Աստվածաշունչը մեզ պատվիրում է դա անել։ Մենք խաչը եւ սրբապատկերը չենք երկրպագում որպես նյութ, Աստված կամ անշունչ առարկա, այլ պատվում ենք նրանցում պատկերվածներին։ Աստծո խոսքը լսում ենք ականջներով, իսկ լսածը տեսնում ենք աչքերով ու սրտում հավատում ենք երկնքում գտնվողին, քանզի խաչի եւ սրբապատկերների վրա պատկերված են ավետարանից ուսուցողական հատվածներ։ Ի տարբերություն սրա Աստվածաշունչը կուրքերի մասին ասում է հետևյալը. Հեթանոսների բոլոր կուրքերը դևեր են։ Մենք ոչ թե հեթանոս ենք, որովհետև պաշտում ենք Տեր Հիսուս Քրիստոսին։ Ոչ էլ կուրքեր ունենք, որովհետև քրիստոնյա ենք ու պատկերել ենք Տեր Հիսուս Քրիստոսին, իր խաչը, իր սրբերին, այսինքն իր մարմնի անդամներին, որոնց մասին Սուրբ Առաքյալը գրում է. Չգիտեք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են, եւ նորից Քրիստոսն է սնում, խնամում եկեղեցին, որովհետև նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնից եւ նրա ոսկորներից։ Եթե Աստվածաշունչը պատվիրում է Տեր Հիսուս Քրիստոսի խաչերության խորհուրդը որպես պղնձե օձ պատկերել, դրա առջև ընկնել եւ դրան նայելով օձերի խայթոցից բուժվել, կամ էլ քերովբեներ քանդակել, ապա դուք ինչպես եք Տեր Հիսուս Քրիստոսին իր խաչերությունը ու ասում փառավորած իր մարմնի անդամներին պատկերված խորհուրդները, այսինքն խաչն ու սրբապատկերները, անվանում հեթանոսական կուրքեր, որոնց մեջ դևեր են բնակվում։ Գոնե հասկանում եք ինչ եք հայհոյում։ Տեր Հիսուս Քրիստոսի խաչի ու Սուրբ Հոգու տաճար եղող սրբերի պատկերների մեջ դևերը ինչպես կարող են բնակվել։ Դուք շեղվել եք Սուրբ Գրքից։ Աստված չի արգելում Սուրբ Գրքում խաչեր ու սրբապատկերներ ունենալ, այլ դրանք ունենալու նախօրինակները հստակ ցույց տվեցինք, որ կա ու պատվիրված է Աստվածաշնչում։ Ըստ եկեղեցու պատմության եւ սրբազան ավանդության, որը Սուրբ Պողոս առաքյալը պատվիրում է հաստատուն պահել, առաջին սրբանկարիչը հենց Ղուկաս առաքյալն է եղել։ Մերժելով սրբապատկերները, մերժում եք նաեւ մարդացած Աստծուն, քանզի գիտենք, որ Քրիստոս աներևույթ Աստծո պատկերն է, ինչպես Կողոսացիներին ուղված իր թղթում է Սուրբ Պողոս առաքյալը ասում։
Այդ բոլոր խորհուրդները պատկերելով ավետարանում ենք եւ վկայում, որ Աստված այնքան մարդասեր ու ողորմած է, որ մարդ եղավ, ծնվեց կույսից, մեզ համար չարչարվեց եւ հարություն առավ։ Աստվածաշնչում Աստված պատվիրում է նաև, որ սրբագործվեն ու օծվեն այն ամենը, ինչը որ Աստծո սպասավորության համար է, նաև քերովբեները, որոնք պատվիրեց քանդակել։ Գելից գրքում կարդում ենք. կվերցնես օծության յուղը, կոծես խորանն ու այն ամենը, ինչ դրա մեջ է։ Կսրբագործես դա ու դրա ամբողջ սպասքը, այնուհետև դրանք սուրբ կլինեն։ Կոծես ողջակեզների զոհասեղանն ու դրա ամբողջ սպասքը, կսրբագործես զոհասեղանը եւ դա սուրբ սրբություն կլինի։ Իսկ Տիմոթեոսին ուղված իր առաջին նամակում Սուրբ Առաքյալը ասում է. քանի որ ամեն ինչ սրբվում է Աստծո խոսքով եւ աղոթքով։ Մենք հենց ըստ Աստվածաշնչի ենք սրբապատկերները օրհնում եւ օծում։ Դուք ինչպես եք շեղվում Աստվածաշնչից ու այն անվանում դևերի բնակության վայր ու ձեռակերտ կուռք, եթե դրանք օծվելուց ու օրհնվելուց հետո արդեն սրբություն են, հենց ըստ Աստվածաշնչի։ Ձեր մասին լավ է ասել Սուրբ Պետրոս Առաքյալը, բայց այս մարդիկ անբան անասունների են նման եւ ի բնե բռնվելու ու սպանվելու համար են։ Իրենց չիմացած բաների դեմ են հայհոյում եւ իրենց ապականության մեջ էլ պիտի կործանվեն տանջվելով, որպես վարձատրություն իրենց անիրավության։ Սրանք ցերեկով ցանկությունը հագուրտ տալը հաճույք են համարում։ Կեղտոտներ եւ արատավորներ, որոնք հաճույք են ստանում իրենց խաբեությունների մեջ ձեր խրախճանքներին մասնակցելով։ Պոռնիկի աչքեր ունեն, մեղքերից անպակաս, խաբում են տատանվողների հոգիները, ունեն ագահության բռնված սիրտ, անեծքի որդիներ։ Իսկ Հուդա Առաքյալն ասում է. նույն ձևով սրանք եւս քնի մեջ զառանցելով մարմինն են պղծում, Աստծո իշխանությունն արհամարում, երկնային փառավոր էակներին հայհոյում, այն դեպքում, երբ Միքայել հրեշտակապետը բանսարկու սատանայի հետ Մովսեսի մարմնի մասին վիճելիս չհամարձակվեց հայհոյալից խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. Տերը թող սաստի քեզ։ Իսկ սրանք հայհոյում են այն բանի դեմ, որ չգիտեն, ինչ էլ որ բնազդով գիտեն, անբան անասունի պես նրանցով էլ ապականվում են։ Վայ նրանց, ովքեր Կայենի ճանապարհով ընթացան եւ ըստ Բաղամի մոլորության սայթակեցին, վարձի հետևից ընկնելով եւ կորան կորխի պես իրենց ըմբոստության պատճառով։ Եվ իսկապես բոլոր աղանդավորները հենց իրենց ըմբոստության պատճառով է, որ հեռացած են եկեղեցուց եւ զրկված Աստծո շնորհից, կտրված Աստծո շնորհից։ Դրա համար հայհոյում են այն բաները, որոնց մասին գաղափար չունեն։ Սուրբ Հոգու ժառանգությունը հայհոյողը, Աստծո հաստատածը հայհոյողը երբեք չի կարող Քրիստոսին սիրել։ Սրանք ասում են սիրում ենք Քրիստոսին, բայց նույն պահին հայհոյում են, որովհետև լցված են դիվային գիտություններով եւ հենց դևերով։